Հայաստանի ներքաղաքական միջավայրում անի հավանաբար մինչև տարեվերջ ոչինչ տեղի չի ունենա, թե ամեն ինչ հնարավոր է։ Չեմ կարծում որևէ բան տեղի ունենա, բացի իշխանության կողմից մայրաթոռը գրավելու քայլերից, բայց կարծում եմ ամանորը շուտով մոտենում է եւ մինչև դեկտեմբերի վերջ բանը դրան ինձ թվում է չի հասնի, որովհետեւ մեծ դժգոհություն կա ժողովրդի մեջ, այո, ընդհանրապես եկեղեցու դեմ այդ գործողությունների մեծ դժգոհություն կա, բացի այդ նաև մայրաթոռը գրավելու հարցում Նիկոլ Փաշինյանը դեռ այնքան վճռական չի, որովհետև առաջին քայլը ցույց տվեց, որ գրավել ասելու տակ ինչ ես պատկերացնում։ Գնալ մայրաթոռ, փորձել մտնել տաճար եւ պղծել տաճարը, ինչպես պղծեցին Հովհաննավանքը, Գյումրու եկեղեցին։ Պատարակը պղծում է կոչվում։ Այն պատարակները, որոնք այս պահին իրականացնում է Նիկոլ Փաշինյանը իր շրջիկ խմբերով, դա մեր եկեղեցու կանոնադրությանը եւ ծեսերին չի համապատասխանում։ Այսինքն եկեղեցու որևէ հակառակորդ, եթե պատարակի մասնակցի, դա ելի նույն բնորոշ բնութագիրը կունենա։ Հարցը հակառակորդ լինելը չի, հարցը Դե մենք խոսում ենք քաղաքական հակադրության մասին, եւ չտանենք այն տիրույթ, որտեղ այդպիսի հակադրություն չի կարող լինել, որովհետեւ երկուսն էլ հիմնված են միևնույն ժողովրդի վրա։ Ես այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցի գնացողներին չեմ համարում ժողովուրդ։ Դրանք սովորական մարդիկ չեն։ Դրանք մարդիկ են, ովքեր խմբեր են, ովքեր ձևավորում են վարչական ռեսուրսից, ԿՊ համակիրներից, այստեղից այնտեղից, ովքեր փորձում են ինչ-որ բան իշխանությունից փախցնել, բայց դրանք ժողովուրդ չեն։ Դասական իմաստով ասած, այսինքն նրանք անկեղծ հավատացյալներ չեն, ովքեր ուզում են ժողովուրդը եկեղեցու տիրույթում է ժողովուրդը։ Այո, ժողովուրդը դժվար է ասել նաև, որ եկեղեցու տիրույթում է։ Ընդհանուր գիտեք ինչ, ժողովուրդը այս պահին այդ հարցով ես կարծում նորից բաժանված է երկու մասի, հա։ Մի մասը պաշտպանում է, որովհետև իրեն դուր չի գալի ընդհանրապես եկեղեցու դեմ այս գործողությունները, անկախ նրանից իրենք համակրում են Գարեգին երկրորդին, համարում են իրենց կաթողիկոս թե ոչ, եւ նրանք լավ են հասկանում, որ այս քայլերի հետևում միայն անձնական քաղաքական շահախնդրություն է եւ եկեղեցու մաքրման հետ որևէ կապ չունի, որովհետև եթե դիտարկում ենք թե ումով է ուզում Նիկոլ Փաշինյանը մաքրել եկեղեցին, հա, այսինքն եթե ուզում է մաքրել եկեղեցու կեղտը, կներեք, բայց կեղտը կեղտով չեն մաքրում։ Եվ սա մեծ հիասթափություն է առաջացնում։ Նավասարդ կճարանով չեն մաքրում Գարեգին երկրորդին։ Դե ամեն դեպքում եկեղեցին ներսում էլ համերաշխիք չի։ Բնականաբար եւ դա կանխատեսելի էր, որովհետեւ բոլոր քայլերը ուղղված էին եկեղեցին պառակտելու։ Եվ այս ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանը չէր գնում մեջմիածին, ինքը փորձում էր տաքացնել process-ը։ Այո, կան եկեղեցականներ, ովքեր այնքան մաքուր չեն, որքան Նիկոլ Փաշինյանի մատնանշած եկեղեցականները, հա։ Եվ այդ եկեղեցականները փորձում են իրենք այս իշխանության միջոցով մաքրվել ու մնալ ջրի երեսին։ Իդեպ այսօր լուր տարածվեց, որ հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է Նավասարդ կճարանի վերաբերող գործերը։ Սա վկայում է այն մասին, որ մի շարք եկեղեցականներ 24 թվականին է եղել։ Կապ չունի, այդ բոլորի դեմ կան կոմպրոմատներ։ Բոլորի դեմ կան կոմպրոմատներ եւ դրանք մաքրելու լավագույն տարբերակը կանգնել նրա կողքին, ով որ դա կարող է մաքրել, իսկ դա Նիկոլ Փաշինյանն է, որտեղ ինքը ուղիղ ասում է իրավապահ համակարգին, ինչ անել, ինչ չանել։ Այն ինչ նկարագրեցի քաղաքական օրակարգ է, չէ՞։ Այո, քաղաքական Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգ։ Ընտրությունների համար ինչ կարևորություն ունի այդ օրակարգը։ Նիկոլ Փաշինյանի համար ունի այնքան կարևորություն, որ նա նոր հրեշ է գտել, ուզում է պայքարել եւ այդ պայքարում դուրս գալ ուժեղ, այսինքն իրեն ենթարկեցնել նաեւ եկեղեցին։ Ընտրություններին ինչ-որ դա ծառայելու գործողություն։ Հնարավորինս ավելի իր համակիրների, իր ընտրողների աչքի առջև հնարավորինս ավելի ուժեղ երևալու։ Այսինքն մարդիկ տեսնում են, որ ինքը փորձում է պայքարում է եկեղեցու դեմ 1700-ամյա կառույցի դեմ եւ ինքը փորձում է հաղթել այդ 1700-ամյա կառույցին։ Չեք ասում, որտեղ մինի հեղափոխություն։ Ընտրություններում վարկանիշ շահելու կետը որտեղ է։ Մինի հեղափոխություն է ուզում անել։
Նախկինների թեզերը այլևս չեն աշխատում, ինչ որ խանգարի գործողությանը, հասկանում եք Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիչ էությունը ինչ որ բանի դեմ անընդհատ պայքարելն է ներքին քաղաքական կյանքում։ Չլիներ եկեղեցին ուրիշ բան կօրինեին։ Ժամանակին նախկիններն էին, հիմա դրա էֆեկտը չկա, պարզ է որ արդեն եկեղեցին է։ Եթե այո չլիներ եկեղեցին, ուրիշ բան կհորինեին։ Չնայած միշտ կան այդ թեմաները, հա, նախկինները, ռուս KGB-ի շպիոնները, ռուսները, չգիտեմ, ինչ որ իրականությունից հեռու բաներ եք ասում ոնց որ թե, հա։ Ինչ իմաստով։ Այդ տոնով որ ասում եք, ուրեմն այդպիսի բան չկա մեր իրականությունում։ Գիտեք, ժամանակին, երբ որ կային արտասահմանյան գործակալներ, այդ արտասահմանյան գործակալները փտում էին KGB-ի պատվալներում։ Հիմա ես չգիտեմ մարդ, ով որ որպես արտասահմանյան գործակալ փտում է ԱԱԾ-ի պատվալում։ Այսինքն, եթե կոնկրետ չկան գործեր, դատապարտված մարդիկ լրտեսությունը դա հանցագործություն է, հասկանում եք, դրա համար մարդիկ դատվում են։ Եթե չկան դատված մարդիկ, նշանակում է չկա փաստեր եւ չկա այդ երևույթը։ Լավ։ Եվ սովորաբար մարդիկ իրենց աշկի գերանը պահելու համար դիմացինի աշկի փուշն են մատնացույց անում։ Երբ որ դիմացինին ասում են KGB-ի գործակալ, դա հարց է դեռ ով է KGB-ի գործակալ։ Արտաքին միջավայրում մինչև տարեվերջ ինչ կարող է տեղի ունենալ։ Թե այստեղ էլ է խաղաղ արշալույսն է։ Արտաքին միջավայրում չի կարող խաղաղ լինել, որովհետև ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շուրջ իրադարձությունները անընդհատ ինչ-որ զարգացումներ ապրում են, եւ դա չի կարող չանդրադառնալ մեր ներքին մեր արտաքին քաղաքական օրակարգերի վրա։ Ես տեսնում եմ այս պահին, որ Ադրբեջանը փորձում է օրինակ միջամտել Հայաստանի ներքին գործերին, այն հաշվով, որ մենք խորացնում ենք ռազմավարական համագործակցությունը Եվրամիության հետ, հա։ Եվրամիությունը մի կողմից այստեղ այնքան խանդի հարց է, չէ, որքան Եվրամիությանը արգելի մեզ է շփվել։ Չէ, բնականաբար չի արգելի, բայց նրան դա լրացուցիչ առիթ է տալիս Ադրբեջանին անընդհատ չկատարելու իր պարտավորություններ ու անընդհատ սրացնելու մեր դեմ իր հռետորաբանությունը։ Դե Ադրբեջանի հարաբերությունները Եվրամիության հետ մենք չենք վատացրել, ինքն է վատացրել։ Դա փակ է միջև այսօր Ադրբեջանի համար եւ առասարակ որոշ կառույցներ շատ զգուշավոր են վարվում Ադրբեջանի։ Գիտեք, Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների վատացումը դա ֆունդամենտալ չէ, դա իրավիճակային է։ Դա կարող է տևել մի ամիս, հետո հարաբերությունները նորից, որովհետեւ այս պահին Եվրոպայի կախվածությունը Ադրբեջանից բավականին մեծ է։ Բայց մյուս կողմից նաև իդեպ ընդունված նոր ռազմավարական փաստաթուղթը, որը ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն, այո, այդ փաստաթղթում կան հայկական օրակարգին վերաբերող կետեր, որոնք խոսքը վերաբերում են խաղաղության խաչմերուկին, մեր միջազգային հայցերին, հա, գերեվարվածներին եւ այլն։ Այս ամենը պատահական չի մտել այդ փաստաթղթի մեջ։ Ադրբեջանը ասում է այդ մարդը գերեվարված չեն, իրենց հորժար կամքով են եկել, այդպես է։ Ոչ թե ասում է իրենց հորժար կամքով, այլ ասում է այդ մարդիկ հանցագործներ են եւ իրենք դատապարտվում են կոնկրետ հանցագործությունների համար։ Եվ սա բնականաբար Հայաստանի ներքին հարցերին միջամտություն է, որովհետեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները Ադրբեջանին չի վերաբերում, սակայն պետք է ասեմ, որ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան ինչ որ չափով իրենց արդեն զգում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ուղղորդողներ։ Այսինքն ցանկացած իրենք ուզում են ցանկացած փաստաթուղթ, որ այսուհետ պետք է ստորագրի Հայաստանը ԱՄՆ-ի հետ, Եվրամիության հետ, Ռուսաստանի հետ, այդ փաստաթուղթը ստորագրելուց Հայաստանը պետք է իրենց հետ հաշվի նստի։